Այսօր միլիոնավոր մարդիկ ամեն օր օգտվում են բանկոմատներից, բայց քչերը գիտեն, ով է դրա իրական հիմքը դրել։ Այս պատմության կենտրոնում հայ գյուտարարն է Լյութեր Ջորջ Սիմջյանը, ավելի քան 200 գյուտի հեղինակ։ Շատերը նրան կոչում են նաև երկրորդ Թոմաս Էդիսոն։ Լյութեր Ջորջ Սիմջյանը ծնվել է Օսմանյան կայսրության Այնթապ քաղաքում։ Նա ընդամենը 10 տարեկան էր, երբ սկսվեցին հայոց ցեղասպանության դժվար տարիները։ Կորցնելով ընտանիքը նա ստիպված է լինում փախչել, լքելով իր հայրենիքը։ Սկզբում մեկնում է Բեյրութ, ապա Մարսել, իսկ 1920 թվականին տեղափոխվում է Միացյալ Նահանգներ եւ հաստատվում այնտեղ սկսելով նոր կյանք։ 15 տարեկանից սկսած նա աշխատել է Yale School of Medicine-ում որպես լաբորատոր լուսանկարիչ։ Այդ տարիներին նա խորանում է գիտության ու բժշկության աշխարհում։ 1928 թվականին արդեն դառնում է լուսանկարչական բաժնի ղեկավար եւ ստեղծում մի շարք տեխնիկական սարքեր, այդ թվում նկարների մանրադիտակային լուսավորման համակարգը։ 1934 թվականին տեղափոխվում է Նյու Յորք, սկսելով իր գիտական ու գյուտարարական նոր փուլը։ 1939 թվականին Սիմջյանի մոտ ծնվում է գաղափար, ստեղծելով կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարք ATM (Automated Teller Machine)։ Չնայած բանկերի թերահավատությանը, նա մինչև 1960 թվականը գրանցում է շուրջ 20 արտոնագիր, շարունակաբար կատարելագործելով իր սարքը եւ հիմք դնելով ժամանակակից բանկոմատների գաղափարին։ 1960 թվականին նա պայմանագիր է կնքում Նյու Յորք Սիթի բանկի, այժմ City բանկի հետ եւ իր սարքը տեղադրում փորձնական օգտագործման համար։ Սակայն 6 ամիս անց նախագիծը դադարեցվում է ցածր օգտագործման եւ պահանջարկի բացակայության պատճառով։ Հետագայում 1965 թվականին Սիմջյանը արտոնագրում է նաև բանկոմատի տարբեր տարբերակներ, շարունակելով կատարելագործել իր գաղափարը, որոնք ընդունում էին թե մետաղադրամ, թե թղթադրամ։ Չնայած հետագայում բանկոմատը կատարելագործեցին նաև այլ գյուտարարներ, բայց չմոռանանք, որ հենց Սիմջյանի գաղափարն էր այդ հեղափոխական համակարգի առաջին հիմքը։ Այսօր նրա ստեղծած գաղափարը դարձել է ֆինանսական աշխարհի անբաժանելի մաս։ Հայ գյուտարար, ում գաղափարը փոխեց աշխարհը։ Բաժանորդագրվեք նոր պատմությունները բաց չթողնելու համար։